Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, Միքայելյան Արմանն եմ, Զեղծարարության զոհ եմ դարձել նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին Facebook հավելվածի միջոցով, ինչ-որ հղում էր եկել, որը որ բանկային համակարգի հետ կապ չուներ և իրենից ներկայացնում էր հարցեր Հայաստանի մասին, ինտելեկտուալ հարցեր բավականին շատ եմ սիրում և հետաքրքրեց զուտ առաջին հայացքից փորձեցի տեսնեմ ինչ հարցեր կան և ներբեռնում կատարելու համար ասեց, որ հարցաշարը բացելու համար հիմա կստանաք 5 թվանոց ինչ-որ բան, մուտք արեք, որպեսզի լինի։ Այնինչ այդ թվերը իրենցից այլ բան էին ներկայացնում և ծանուցումը եկել է ռուսաց լեզվով։ Ես էլ գիտեի, որ հարցաշարը բացելու համար այլ տեքստին ուշադրություն չդարձրեցի, մի անգամից մուտք եմ արել թվերը։ Ներբեռնումը շարունակում է, ես էլ աշխատանքի պետք է գնայի, այլևս չշարունակեցի, հեռախոսը անջատեցի, դրեցի մի կողմ և զբաղվեցի իմ աշխատանքի պատրաստման և գնալու։ Մոտ 10 րոպե անց 16:36 րոպեին էլեկտրոնային հաղորդագրություն եմ ստացել, որ վարկ է ձևակերպվել իմ անունով։ Անմիջապես մտել եմ Իդրամ հավելված, տեսել եմ, որ 8.5 միլիոն դրամ ձևակերպված վարկից արդեն մնացորդին կա 5.970.000 դրամ, անմիջապես կապ եմ հաստատել բանկի աշխատակցի հետ, աշխատակիցը նույնականացում արել, որը որ բավականին երկար ժամանակ է գնացել, բոլորը վիվասել հավելվածով հանված են, թե զանգերը, թե ձայնագրությունները, 1 րոպե 50 վայրկյան տևողությամբ նույնականացումից հետո ասում է զեղծարարության զոհ ես դարձել և պետք է դիմես Իդրամ, որպեսզի բլոկավորում լինի հաշվիդ։ Հաստատեցի իրենց շարունակությունը եղավ, զանգեցի Իդրամը 2 րոպեից ավել զանգերը գնաց չպատասխանեց, երկրորդ օպերատորին եմ զանգում, երկրորդ օպերատորը նորից երկար ժամանակ նույնականացում անում և երկրորդ օպերատորը, որ տեսնում է Իդրամը, ասում են, որ չի բլոկավորել, ինքն է բլոկավորում անում, մնացորդը մնում է 2.500.000 դրամ, 2 միլիոնը բանկային հաշվի համարի վրա, 500.000-ն էլ, որը որ փոխանցվել էր Իդրամ հաշվի համարին։ Այստեղ իրենց կանոնադրության մեջ կա, որ երբ որ բաժանորդը իրենց հայտնաբերում է, որ ինքը դարձել է զեղծարարության զոհ, պետք է անմիջապես կապ հաստատի բանկի հետ, օֆիցիալ հեռախոսահամարով, և բանկի պարտավորությունների մեջ էլ նշված է, որ երբ որ բանկի հաճախորդը զանգում է իրենց, պարտավոր են անմիջապես բլոկավորել։ Այսինքն իրենք իրենց իսկ կանոնադրությունը խախտում են։ Չեն բլոկավորել, Այսինքն առաջի օպերատորը, որը որ պետք է բլոկավորեր և իմ հաշվին եղած 5.970.000-ը կպահպանվեր, որը որ իհարկե իմը չէր, ես հետո կուղեի այդ վարկի մարմանը, ինձ պետք չէր վարկ տվյալ պահին և վարկի համար առհասարակ չէի դիմել, ինչի համար է վարկ ձևակերպվել և լավ ձևակերպվել էր, գոնե այդ պահին ինչ-որ բան քայլեր ձեռնարկեր իրենց աշխատակիցը, ուրիշ բան չենք պահանջում, օրենքի շրջանակներում իրենց լոգոյով, իրենց կանոնադրությունն ենք ասում, որ դուք խախտել եք այսինչ կանոնադրությունը։ Մյուս բանը, որ բանկերը առաջարկում են, ասում են մեզ, ասում են, որ դուք տրամադրել եք ձեր անձնական տվյալները։ Ես ուզում եմ ասել, թե ինչա իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքով անձնական տվյալը։ Ըստ օրենքի անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերվող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձին։ Այսինքն վերոնշյալ ռուսաց լեզվով եկած ծանուցման մեջ նշված 5 թվերը իմ անձնական տվյալը չէր կարող համարվել, իմ անձնական տվյալները կարող լինեն իմ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օր, ինչ-որ այլ ենթադրենք ֆոտոնկար եւ այլն նման պարագայում որևէ բան չի տրամադրվել։ Մյուս հարցը, որ ես ուղղում եմ բանկին եւ բանկի աշխատակիցները չեն կարողանում պատասխանել, նայեք, երբ որ ես անձամբ մուտք եմ գործում իմ Իդրամ հաշիվ, ուզում եմ ինչ-որ գործարք անել, փոխանցում անել եւ այլն, ամենավերջում ինձանից պահանջում է Face ID կամ պահանջում է Իդրամի գաղտնաբառը։ Լավ, ենթադրենք զեղծարարը մտել էր իմ Իդրամ հաշիվ
եւ ձևակերպել էր փոխանցումները ոնց է արել, եթե բնականաբար իմ Face ID-ն չունի, իմ դեմքը չէր կարող ինքը ունենալ եւ իմ կոդն էլ չի տրամադրվել իրենց, որ ոնց են կարողացել փոխանցումները անել։ Այստեղ գալիս է այն տեսակետը, որ բանկը ուներ շահագրգռվածություն, նախ գործընթացը երկարացնելու առումով, առաջի օպերատորը չկարողացավ, ինքը փոխանցեց Իդրամին, Իդրամը ով գիտի արդեն ալտերնատիվ ճանապարհով Իդրամին ասել են, այս համարով զանգելու են չպատասխանեք, կասկածներ կան բնականաբար եւ ճիշտ կասկածներ են դրանք։ Երկրորդ օպերատորը վարկը ձևակերպելուց առհասարակ 5 թվով 1 2 3 4 5 թվով ինչ որ մեկին տվել են ահռելի 8.500.000-ից էլ ավելի գումար առանց որևէ զանգի, առանց որևէ նույնականացման, բայց երբ որ ես զանգում եմ եւ պահանջում եմ, որ բլոկավորեն իմ հաշիվը, այս դեպքում արդեն բավականին երկար նույնականացում է պահանջվում եւ նույնականացումից հետո էլ իրենց կանոնադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները չի կատարվում։ Մյուս բանը, որ իրենց բաց թողումն է, իրենք տվյալ պարագայում ես համարվում եմ անձնական տվյալների տերը, իրենք համարվում են անձնական տվյալների մշակողը։ Երբ որ անձնական տվյալները վերցրել են ինձանից եւ պետք է մշակեն, իրենք պետք է ունենային այն անձանց շրջանակը, որոնց որ կարող էր տրամադրվել իմ անձնական տվյալները։ Այս ամենից դուրս է գալիս, որ ըստ օրենքի ես ոչ թե տվել եմ անձնական տվյալ, այլ տվել եմ որևէ X թիվ, 5-անիշ թիվ, ու տվյալ անձին, ենթադրենք զեղծարարին, որովհետև այստեղ կասկած կա, որ զեղծարարել չկա, արդեն բանկերն են զբաղված դրանով, բանկն է տրամադրել իմ անձնական տվյալները։ Այսինքն, եթե ինքը ի սկզբանե ունենար այն անձանց շրջանակը, որոնց որ կարող էր տրամադրել իմ տվյալները, ինքը կզգար, որ այն սարքը, այն գործիքը, որը որ մտել է իմ Իդրամ հաշիվ, այդ անձանց շրջանակի մեջ չի մտնում եւ գործարք չէր լինի։ Մյուսը, որ կուզեմ նշել, այդ այն է, որը որ բանկերում էլի թյուրիմացությունն է, սխալը։ Նայեք, այստեղ մինչև վարկի ձևակերպելը իրանք ունեն էական պայմանների անհատական թերթիկ, որը որ ուղարկվում է վարկային պայմանագիրը կնքվելուց, ճակերտների մեջ այդ կնքվելը հետո։ Այստեղ գրված է պայմանագիրը կա արդեն, հետո պայմանագրից հետո գալիս է կարդացեք, մտածեք եւ նոր ստորագրեք։ Եթե դուք արդեն իմ փոխարեն կապել եք այդ պայմանագիրը եւ առանց երկու կողմերի ստորագրության ուղարկել եք էլեկտրոնային նամակ ինձ, էլ այս թղթի իմաստը ո՞րն է։ Եվ երկրորդ չեմ կարդացել տվյալ պայմանագիրը, չեմ մտածել եւ առհասարակ չեմ էլ ստորագրել։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ այստեղ, որ բացակայում է իմ ստորագրությունը։ Այսինքն բանկի թերություններից մեկն էլ էս էր, եթե ինքը զեղծարարի հետ պայմանագիրը չկապեր եւ նախապես մինչեւ վարկը տրամադրել է ինքը ուղարկել ինձ այս թուղթը եւ ասել, որ հարգելի Արման կամ հարգելին էլ իրանց մնա Արման ջան, քո հետ ինչ որ մեկը քո անունով 8.5 միլիոն վարկա ձևակերպում 24%-ով ես կհասկանայի, որ այտենց բան չկա եւ կդիմեի իրենց, կասեի, որ այդ ես չեմ, այտենց բան մի արեք, ամեն ինչ կլիներ։ Այդ կոնկրետ վերաբերվում է ID բանկին։ Կան բանկեր, որոնք որ ունեն անվտանգության բավականին բարձր մակարդակ եւ մեր դուժած քաղաքացիների մեջ եղել է քաղաքացի, ով որ օգտվում է եւ ID բանկից եւ օգտվում է Converse բանկից։ Զեղծարարները փորձել են, արել են, վերցրել են եւ Converse բանկից վարկ եւ ID բանկից։ Converse բանկը անմիջապես հասկանում է, որ կասկածելի մուտք է եղել տվյալ հաշվի համարին, կասկածելի դեպքում իրանց կանոնադրության մեջ էլի գրված է, որ առանց հաճախորդին տեղեկացնելու, եթե իրանք զգում են, որ գործարքը կասկածելի է, իրավունք ունեն բլոկավորելու եւ հետո տեղեկացնելու հաճախորդին։ Պաշտպանվածությունն ավելի բարձր է Converse բանկի դեպքում։ Այո, իրանց կանոնադրության մեջ էլ է գրած, որ եթե կասկածելի դեպք է լինում, այո, իրանք բավականին խելացի բաներ ունեն ստեղ գրած, որին որ չեն հետևում, չեն կատարում։ Ասում եմ, եթե գործարքը բանկի համար ենթադրյալ կասկածելի է, բանկը իրավունք ունի կասեցնելու գործարքը, հաճախորդից ճշտելու արդյոք այդ գործարքը հաճախորդն է անում, թե չէ, եթե հաճախորդն է շարունակվի, եթե ոչ չեղարկվի։ Իսկ այս անիրավությունները, զեղծարարությունները լինում են դեռևս 2020 թվականից։
կարծում եմ կասկածելի էր այն փաստը, որ ինչ-որ մեկը 8.5 միլիոն առանց ինչ-որ բան ներկայացնելու, փաստաթուղթ ներկայացնելու ձեզանից պահանջում է։ Դուք ձեզանից պահանջվում էր ընդհանրապես զանգել, ասել լավ, մի հատ ասա հա, դու ես վարկը ուզում, թե ոչ։ Ընդհանրապես 5 թվի վրա ֆիքսված $25,000 ինչ-որ մեկին ուղակի տալ, այդ абսուրդի ժանրից է արդեն։ Մանավանդ այն դեպքում, երբ որ ես մոտավորապես դեպքից 1.5 մաքսիմում 2 ամիս առաջ դիմել էի իրենց վարկ ստանալու նպատակով եւ գնահատեցին 1.4 միլիոն վարկունակություն, բայց դեպքում եթե աշխատավարձս չի ավելացել, վարկային պատմությունս դեպի դրական տեղաշարժ չի ունեցել, լավ, ենթադրենք դուք հետագայում իմ վարկունակությունը ավելի եք տեսել, քան գիտեի, որովհետեւ ես ակրաբյուրոյով բավականին հաճախ մտնում ստուգում եմ իմ հաշիվները եւ տեսնում եմ, որ համարյա 1 ամիս պարբերականությամբ իդրամը գնահատում է իմ վարկունակությունը։ Այսինքն ինքը տեսել է, չէ՞ որ վարկունակության դրական տեղաշարժ է եղել եւ այս հաճախորդները ինձնից մի ամիս առաջ գումար էր ուզում։ Եթե տեսնում եմ, որ լավ է, ուրեմն սպասես հանգեմ հաճախորդին, ասեմ դրական տեղաշարժ ունես, այսքան կարանք արդեն տանք 1.4 չի, 2.4 է։ Կարող է հետաքրքրի քեզ, թե չէ։ Այլապես դու առանց իմ տեղեկության ինչ ես գնահատում իմ վարկունակությունը։ Այստեղ էլ է եւս հարց առաջանում։ Հիմա չեղարկվել է։ Հիմա չի չեղարկվել, բավականին երկար մաքարումների արդյունքում բանկը փորձում էր ինչ որ այսպես էլի ասած ընդառաջումների գնալ եւ ինձ առաջարկվեց մոտավորապես 2 ամիս առաջ, դեռևս մեր ակցիաները նոր էին սկսվում, որ վարկային պայմանագիր կապենք 3 միլիոն դրամով առանց տոկոսադրույքի 5 տարի մարման ժամկետով։ Ասենք ինչի համար ես համաձայնվեմ դրան, եթե առհասարակ իմ հետ կապ չունի այդ վարկը։ Եթե գոնե 1 դրամ ես այդ 3 միլիոն դրամից վերցրած լինեի եւ օգտագործած լինեի, ինչ որտեղ կասեի լավ, բայց իրենք էլ են հասկանում, որ այդ գումարը առհասարակ ինչ չի հասել եւ կարելի է ինչ որտեղ ընդառաջման գնալ։ Ոչ, իրանք ընդառաջելու փոխարեն ավելի մեծ բաներ են օգտագործում, իրենց դիրքն են չարաշահում, ուղարկում են հաղորդագրություններ այն բովանդակությամբ, որ կգրավի ձեր գույքը, կգրավի արգրավում կլինի ձեր աշխատավարձերից եւ այլն եւ այլն։ Այդպես օրինական չի։ Մենք օրենքի երկրում ենք ապրում եւ դուք պրոստը որ շատ փող ունեք, չի նշանակում, որ այս երկրի տերերն եք։ Իսկ ում եք պատրաստվում դիմել։ Դիմել ենք Գիտեմ, որ կենտրոնական բանկի մոտ բազմիցս ակցիաներ ունեցել եք, հիմա հաջորդ քայլը ձեր որն է։ Հաջորդ քայլը իհարկե մենք պայքարելու ենք դրա համար, որ գլխավոր դատախազը այնինչ որ ասել է բարձրաձայն ամբողջ հեռուստատեսությունը, հեռուստադիտողները եւ հանրությունը գիտեն այդ մասին, ի կատարածվի եւ այն բանկերը, որոնք որ դատախազի թույլ անվտանգության համակարգեր ունեին, ենթարկվեն պատասխանատվության։ Ենթարկվել պատասխանատվություն ինչ է նշանակում, թող այն որ ասում են քաղաքացիները ինչ որ անգրագետ են այս առումով, թող գրագիտության մակարդակը բարձրացնեն։ Թող այնպես անեն, որ զեղծարարությունները եթե չեն կարող բացառել, գոնե հասցնեն նվազագույնի։ Մինչև այսօր էլ Facebook հավելվածում նույն բաները հաղորդագրությունները հայերեն լեզվով։ Հաղորդագրությունները հայերեն լեզվով, ես ափսոս դավթար ունեմ էլի, այս մի 4 ամսվա մեջ արդեն այնքան է հավաքվել իրանց այդ խոսակցությունները, որ չգիտեմ, ամեն փաստացի բանը, որը որ ես ունենում եմ, այդ պարտադիր կնիքում եմ, որովհետև այս պահին իրանց խոսացածը չի համապատասխանում հաջորդ պահին իրենց ասածին։ Հա, սրա վերաբերյալ էլ իմ դեպքի հետ կապված, ուրեմն երբ որ ես զանգել եմ բանկ, հաղորդագրությունը ստացվել է էլեկտրոնային վարկի ձևակերպման 16:36 ժամը ինչ եմ նշում։ 16:38 րոպե ես բացել եմ հաղորդագրությունը եւ 16:40 րոպե զանգահարել եմ իրենց։ Իրենք շղթում են այն, որ ես 16:40 զանգահարել եմ իրենց,
օրենքի թափանցիկ երկրում ենք ապրում, այդ ամեն ինֆորմացիա ստանալը շատ հեշտ է։ 16-40-ը ջնջել են իրանց մոտից ու ինձ պատասխան նամակում գրել են, որ հարգելի Արման Միքայելյան, դուք ոչ թե զանգել եք մեզ 16-40, այլ զանգել եք 16-47, որի պահին մնացորդը կազմել է 4 միլիոն, չգիտեմ ինչքան։ Բայց ինչքան։ դες մոտ պահպանվել է, չէ՞ որ անց 40 եք զանգահարել։ Եվ հիվասել եմ տեսով հանած բանը կա, ելքային զանգերը կա եւ զանգերի խոսակցության տևողությունը կա եւ զանգերի ձայնագրությունները կա։ Իհարկե ես գիտեմ, որ իրանց դիրքը ֆինանսական առումով ավելի բարձր է եւ անկախ այն բանից, որ օրենքի երկրում ենք, իհարկե լիքը շրջանցողներ բաներ լինում են եւ շատ հնարավոր էր, որ իրենց ֆինանսական գերակայությունը օգտագործելով իրենք եւ վիվասել եմ տեսից ջնջեին այդ զանգերը եւ բանը իհարկե իմ մոտ կա այդ բոլոր հեռախոսային զանգերի ձայնագրությունները եւ Աստված մի հարացե հասնի այն օրվան, երբ որ մեզ պետք կլինի նաեւ այդ ձայնագրությունները իրանք շատ լավ հասկանում են, գիտակցում են, որ սխալը իրենցից է գալիս։ Իդրամը ինձ մեկ ամիս առաջ ուղարկել է, որ գոյություն ունի հավելվածի թարմացում եւ սխալների շտկում է կատարվել։ Եթե դուք գիտակցում եք, որ եղել են սխալներ եւ մենք դուժել ենք այդ սխալների արդյունքում, բարի եղեք ձեր սխալների պատճառով դուժած քաղաքացիների սատար կանգնել, օգնել, ընդառաջել։ Այո, իրենք բազմիցս նշում են, որ իրենց հաճախորդների ասենց ամբողջ ծավալի 0.1%-ն են կազմում դուժած քաղաքացիները, բիզնեսը իրենից նաև ռիսկեր է ենթադրում եւ թող դա լինի ձեր ռիսկը, թող դա լինի ձեր կորուստը։ Եթե տեսնում եք, որ դուք անզորու եք on-line վարկ տրամադրել առանց տուժողների, մի տրամադրեք այդ վարկը, կամ բարի եղեք այնպիսի մարդկանց ընդգրկել ձեր կիբերանվտանգության համակարգերում, որպեսզի ոչ թե զրոյացնեք, այլ գոնե տարին 1-2 անգամ նման դեպքեր լինի։ Ինչպես է ստացվում, որ մնացած բանկերում նման դեպքերը չեն լինում։ Էվոկա բանկում եղել է նման դեպք եւ ովազ չհնչի, բայց մարդը շատ արագ հասկացավ, որ սխալը իրենն է, կանչեց հաճախորդին, չզոքացրեց իր վարկը, հաճախորդից ներողություն խնդրեց պատճառված վնասի համար։ Կոնվերս բանկը նույնը, կանչեց հաճախորդին, սառեցված վիճակում ասեց, եթե դուք չեք, հետ ենք տալիս ձեր գումարը, հələ պրիտոմ ընդ ինչ-որ գումարել զեղծարարները հասցրել էին տարել, դա էլ հետ վերադարձրեց քաղաքացուն։ Այդ նմանատիպ օրինակները ընդօրինակեք եւ ոչ թե գնացեք դեպի վատը։ Դուք ասեցիք առաջարկել է ձեզ բանկը 3 միլիոնի վարկ ձևակերպել։ Եղել է պահ, որ մտադրություն ունենաք համաձայնվելու, որ այս գլխացավանքից ազատվեք։ Նայեք, այդ պահով համաձայնվելու պահով զուտ ամեն օր գրեթե աշխատանքի եմ լինում, աշխատանքի բնույթից ելնելով եւ իմ ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, իհարկե մի պահ եղել է, որ չգիտեմ, հոգնածության ֆոնին ասեմ, ինչի ֆոնին ասեմ, դե լավ, սենց թող լինի, բայց ինչի այդպես լինի, եթե ես մեկ լումատ չեմ օգտագործել։ Այդ 3 միլիոնը կարելի ասել իմ ամենօրյա չքնելու 1 տարվա, 1.5 տարվա եկամուտն է, եթե ոչ 2 տարվա։ Ինչի համար ես տանեմ տամ ուրիշին, որ ինչը լինի, էլի, անունը ինչ տնեն, թեկուզ այս բանկի աշխատակիցները իրենց լավ կզգան, որ այդ մարդը գիշերները չքնելով աշխատում է ու բերում է տալիս է ինչ որ մեկին, ով որ, չգիտեմ, այլ եվրոպական երկրներում իր համար կյանքն է վայելում։ Ունենայք այնց անվտանգության համակարգեր, որ չկարողանային ձեր վրայից տանել։ Քննչական կոմիտեի որոշմամբ դուժող է համարում բանկերը եւ ոչ թե մենք։ Եվ մեզանից խնդրում եմ ակնկալիքներ մի ունեցեք, մեզանից մի պահանջեք այն, ինչը ձեզանից են տարել։ Հիմա բանկերը ինչ որ նորից ծուղակ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, պատրաստել են քաղաքացիներին առաջարկում են, որ պրիտոմ թղթային տարբերակով են ուղարկել, որ քաղաքացին խնդրում է իրենց, որ 3 տարի ժամկետով դադարեցվեն այդ վարկերը, մինչև այդ 3 տարվա ընթացքում քննչական կոմիտեն կգտնի կամ չի գտնի։ Նմանատիպ դեպքերը դեռևս 2020 թվականից կան։
քննչականը ինչ որ մեկին գտել է, հարց ենք տալիս իրենց։ Բնականաբար շատ դժվար է, մենք հասկանում ենք, որ շատ դժվար է, բայց մենք չենք մեղավոր, որ այդ եղել է։ Դուք ընդունեք այդ ամեն ինչը, դուք Եվ հասկացեք։ ընդառաջելը լավ չի, դա նորմալ է։ Ախր դա ընդառաջում էլ չի, դա պրոստը իրանց վրա են վերցնում այն, ինչը որ իրենց մեղքով է կատարվել։ Մեզ որ ասում են դուք անձնական տվյալ եք տվել, չի իրենց կողմից։ բնականաբար մեզ որ ասում են դուք անձնական տվյալ եք տվել, մենք անձնական տվյալ չենք տվել։ Մեր անձնական տվյալները մշակողը դուք եք։ Ուղղակի այստեղ բացի ազգային ժողովը, այնտեղ կա նաև անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին, ում հետ որ այսօր կամ վաղը կփորձեմ ես կապ հաստատել, եւ կարծում եմ, որ գոնե մեկ մարդ էլ իսատար կկանգնի այս ժողովրդին եւ բանկերին կապացուցի, որ ոչ հարգելիս դուք այս մարդկանց անձնական տվյալները չարաշահել եք, օգտագործել եք ձեր եկամուտների համար։ Չի կարելի նման բան անել։ Եվ ըստ օրենքի եւս կա, որ անձնական տվյալների մշակման ընթացքում մշակողը, տվյալ դեպքում բանկը, պարտավոր է օգտագործել գաղտնագրման միջոցներ, անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից եւ այլ միջոցներից ապահովելու համար։ Տվյալ դեպքում տվյալ մշակողը բանկն էր եւ ինքն էր պարտավոր բոլոր քաղաքացիների անձնական տվյալները պահպանել զեղծարարներից, որպեսզի նրանք չկարողանային մուտք գործել տվյալ հաշիվներ եւ օգտագործել մեր անձնական տվյալները եւ մեզանից հափշտակվել գումարներ։ Գումարները հափշտակվել են ոչ թե միայն վարկեր ձևակերպելով, այլ մարդը պրոստը ավանդ է ունեցել իր հաշվին, ավանդն են տարել։ Այդտեղ ինչա պարզաբանում բանկը, ոչ մի բան չի կարողանում պարզաբանել եւ Միջայլոց կենտրոնական բանկի նախագահը առհասարակ այդ թեմային չի անդրադառնում։ Միայն անդրադառնում է, որ վարկերը սառեցվել են։ Բայց մարդկանց հաշիվներին գտնվող գումարները ով է վերադարձնելու, այդ ավանդային հաշիվներին եղած գումարները ով է վերադարձնելու։ Նմանատիպ դեպքերը դու այդտեղ ղեկավար կառույց ես, իրեն ասող ես, իրեն հրահանգող ես, որ դու ոչ թե իրենց Հոլովակներում ասվում է կենտրոնական բանկի կողմից վերահսկվում են։ Իսկ ուր է վերահսկողություն չի, քանի գնում մենք համոզվեցինք, որ դա ավելի շատ հովանավորչություն է եւ կարծեցինք, որ իհարկե տեղյակ եք, որ գնացել ենք նաեւ հակակոռուպցիոն կոմիտե, ենթադրություններ կային, որ այս ինչ որ շղթա է շարունակական, որը որ իր արմատները չենք կարողանում գտնել, իհարկե մենք կդիմենք իրավապահ մարմիններին եւ դիմել ենք իրավապահ մարմիններին, որ գտնեն սրանց արմատները, մենք մեղադրանք չենք հնչեցնում, մենք ասում ենք, որ եթե դուք չկաք սրա մեջ, օրենքի շրջանակներում գործեք, օրենքից դուրս ոչինչ մի արեք։ Ես ընդամենը 3 եմ ստացել ձեր հրավերը եւ այսօր ընդամենը օրենքի մի քանի էջ աչքի տակ անցկացնելով գտել եմ բազմաթիվ սխալներ, որոնք որ իրենց կողմից կատարվել են օրենքի խախտումներ։ Դեք պատկերացրեք իրավաբանները ինչքան սխալներ կգտնեն իրենց գործունեության մեջ։ Ավելացնեմ, ինչ ավելացնեմ, բանկերը Ինչ կասեք ID բանկին։ ID բանկը բանկի շահառու ես դարձել եմ մոտավորապես 2 տարի առաջ հաճախորդ եմ դարձել ու անկեղծ այս դեպքից մոտավորապես 2 շաբաթ առաջ հարցում էր ինչ որ անկապ հեռախոսազանգով զանգել էին բանկերի գնահատում էին ուզում ու անկախ ինձանից 10 բալային համակարգով ինչ ոնց կգնահատեք իրանց էսը ոնց կգնահատեք իրանց այնը ամեն ինչը դրական է եղել այդ մարդկանց ամեն ինչով ես գոհ եմ եղել ID բանկից մինչև այն պահը որ ասում եմ շատ մի սիրի ատել կա հիմա այդ իրականություն դարձավ էլ կարող է իրանք հասկացան որ իրենց սիրողները նաև կարող են դառնալ իրանց քերիները
ու սենց ինչ-որ բաներ են դնում, որպեսզի կարողանան ավելի ամուր կապել մեզ իրենց։ Մանիպուլյացիա գործիքներ են օգտագործում, որը որ լավ 8.5 միլիոն տալիս եք, կարող եք 8.5 միլիոնը տալ ինձ, եւ ես կօգտագործեի շահ ինձ, ի նպատակ իմ հետագա կօգտագործեի գոնե, որ գոնե վերցնեի, ենթադրենք ինչ-որ ռիսկային բիզնեսի մեջ տնեի, ասեի բիզնեսը չստացվեց, կիմանայի, որ ես եմ տարել, բայց դուք ինձ պարտադրում եք, ստիպում եք, չգիտեմ, արդեն սպառնում եք, որ բեր վճարի այլապես սենց, այդ արդեն չեղավ, դուք խոսում եք ոչ անգրագետ մարդու հետ, հիմա դուք ասում եք, որ սխալներ են եղել, որոնք որ մենք ուղղել ենք, եւ այլևս չի լինի, կամ Աստված գիտի կլինի, թե չի լինի։ Հիմա ես այդ օրինակը կենտրոնական բանկում եմ բերել, հիմա այստեղ էլ բերեմ, բժիշկ եմ մասնագիտությամբ, եւ որ ինչ որ պացիենտ իմ մեղավորության պատճառով իհարկե Աստված չանի, մահանա։ Եվ այդ մահանալուց հետո ես ասեմ, որ հա գիտակցում եմ, որ ես ինչ բանը կարող էի անել, բայց չեմ արել, պացիենտը մահացել է, բայց սրանից հետո կանեմ նենց, որ հանկարծ էլ ուրիշ պացիենտներ չմահանան, այս մահացող պացիենտի հարազատների ձեռի տակից ես չեմ պրծնի, հաստատ ինձ կսպանեն, որովհետև կարող էր լինել այն, որ կփրկեր այդ հարազատին, բայց չէր եղել։ Երբ որ դիմել եմ իրենց, երբ որ իմ բանը փոխվել է, IP ադրեսը փոխվել է, իրենք նկատել են եւ անմիջապես կարային կասեցնեին ու զանգ կատարեին ինձ, չի փոխվել, լավ չի փոխվել։ Վարկը ձևակերպվելուց հետո ես այս ամեն ինչից հետո իրենցից պահանջում եմ, էլի օրենքով կա այն IP ադրեսը, որը մուտք է գործել իմ Իդրամ հաշիվ։ Ինչ են քողարկում, ինչի չեն տրամադրում ինձ։ Եվ Իդրամից եմ պահանջել, եւ ID բանկից եմ պահանջել։ Իրանց տվել եմ այն կլորիկ գումարները, մեկը 2.5 միլիոն, մեկը 1.5 միլիոն, մեկը մոտավորապես էլի 1.5 միլիոն, ում որ գնացել է, երեքն էլ իրենց բանկի հաճախորդներ են։ Ու երբ որ զգացի, որ իրենք չեն զբաղվում տվյալ գործով, արդեն ես սկսեցի զբաղվել, անուն ազգանունները գտնել, հասկանալ որտեղ են իրենք բնակվում։ Այսօր անձնական տվյալ հայթայթելը այնքան հեշտ է, որ անկախ քեզանից ստացվում է։ Այս Հայաստանում ամեն երրորդը իրար ծանոթ բարեկամ են դուրս գալի, այնքան փոքր կլոր երկիր է։ Հիմա անենց ստացվեց, որ այն 2.5 միլիոն դրամը ում որ փոխանցվել էր, բերեք սենց ԳՄ ասեմ, անուն ազգանունների առաջին տառերը, ԳՄ-ն համարվում էր ID բանկի հաճախորդ։ Գործարքը եղել էր բանկային օրվա ավարտին։ Եվ երևի դուք էլ երբ որ աշխատավարձ եք ստանում, բանկային օրվա ավարտին, եթե գումարը փոխանցվում է, ինքը չեք կարողանում կանխիկացնել, մնում է հաշվին, մինչև որ գալիս է աշխատանքային օրն։ Պահանջեցի, խնդրեցի բանկից, որ այս ամեն ինչ սառեցրեք, երբ որ կգա աշխատանքային օր, հետ կվերադարձնեք, կպարզեք, եթե զեղծարարության, սառեցրեք, չեմ ասում հետ կանձեք, սառեցրեք այդ մարդկանց հաշիվների վրա, կգա, կճշտվի, որ այդ գումարները իրանց այլընտրանքային ճանապարհներով է գնացել, խարդախության զեղծարարության արդյունքում է գնացել, հետ կգանձեք, ձեր գումարը կվերցնեք, ես չեմ ասում վերցրեք տվեք ինձ, ձեր գումարն է, ինձ պետք չի եղել։ Մարդիկ ասում են, որ երբ պարտադիր պետք է ԳՄ-ն դիմի մեզ, որ բան անենք, սառեցնենք, կամ դատարանի վեճիր ունենանք։ Այստեղից հետ եմ գալիս այն ամենասկզբին։ ԱՄՆ-ն էր, Արման Միքայելյանն էր ձեզ դիմել եւ ասում էր, որ գիտեք ինչ կա, զեղծարարության զոհ եմ, եւ իմ հաշվին էլ մոտավորապես 6 միլիոն դրամ փող կա։ Խնդրում եմ սառեցրեք, չգողանան ինձանից, մինչեւ այն 2.5 միլիոնի հարցը կհասկանանք ինչով է, ոնց է, ինչ է։ Բա ինչի չարեցիք։ Էլի մի ապացույց, որ իրանք ունեին, չէ, տրտապատճառ, ունեին շահ, որը որ չարեցին։ Ասում եմ, անձնական տվյալների հետ իրականացվող անօրինական գործողություններ հայտնաբերելու դեպքում մշակողը, էլի տվյալ դեպքում բանկը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թույլ տված խախտումները։
այս մեր դեպքերից հետո մոտավորապես 4 ամիսա մենք իրազեկման ակցիաներ ենք անում պրոստը։ Դեռ 3 դրա նախորդ օրը էլի պարոն Կարագոջյանը ունի ահազանգեր, որ այսօր տուժել եմ, այսօր զեղծարարության զոհ եմ դարձել 3 աշխատանքային օր ըստ օրենքի դու պետք է այդ սխալները անես, որ այդ մարդիկ զեղծարարության զոհ չդառնան։ Բաներում սոցցանցերում տարածվում է ձեր ինչա հենց ID բանկի լոգոն օգտագործվում։ Արամ Էմպետրին 20,000 դրամ ինչ-որ բան է առաջարկում։ Դուք տեսնում եք, որ ոնց է Արամ Էմպետրին դիմել քննչական կոմիտե, ասել է իմ նկարը օգտագործվում է, այսինչ ոչ օրինական նպատակներով։ Բա ID բանկ ջան, Իդրամ ջան, դուք ինչ չեք մի հատ դիմում քննչական կոմիտե, ասում, գիտեք ինչ կա, օգտագործվում է մեր լոգոն զեղծարարության նպատակով, կամ ինչի միջոցներ չեք ձեռնարկում, որ ձեր լոգոն չօգտագործվի։ Ինչի այսքան ժամանակ Ամյո բանկի լոգոն չօգտագործվեց, ինչի չօգտագործվեց Հայ-Էկոնոմ բանկինը, եւ այլն, միայն օգտագործվում է այս 3 բանկերինը։ Այստեղ նշանակում է, որ կա մի հատ գլուխ, որ ճյուղեր է սարքել 3 բանկերում, այս 3 բանկերը ասես ճյուղեր են սարքել իրանց տակ, զեղծարարության անվան տակ թալանում են ժողովրդին։ Այսքան բան ուրիշ այլ ավելացնելու բան չունի։ Ու մեր մտավախությունը այն է, որ բացի այս ֆինանսական համակարգից, նաև իրանք ունեն օրենքի մարդու հովանավորություն, ունեն կառավարության, ունեն ազգային ժողովի եւ այլն հովանավորություն, որոնք որ օգնում են իրենց, այլապես սենց իրանք չեն կարա էլի անեն։ Լավ տարին մի դեպք, երկու դեպք, բայց սենց համատարած մարդկանցից գողություն անել օրը ցերեկով, դա արդեն չգիտեմ։